Բնության մեջ գոյություն ունի 3 հարթություն, dimensions, izmirение, և դա Աստված է դրել, ճանաչված է մարդկության կողմից, երկարություն, լայնություն և բարձրություն, ևս մեկը, որ առանձին կարգի, առանձին կատեգորի է, դա ժամանակն է, որ հանրահայտ Էյնշտեյնը կամ անգլերենով Այնստայնը վերցրեց և գիտական հիմնավորումներով միացրեց այս երեքին և դարձավ 4 հարթություն, 4 dimensions։ Առաջին 3 նշվածներով կարելի է բացատրել ցանկացած ֆիզիկական տեղանք, աշխարհագրական դիրք, այսինչ լայնության, այսինչ երկարության, այդպես են, չէ՞ բացատրում, այս քաղաքի կամ այս երկրի տեղանքը, location-ը, անգամ ցանկացած առարկա կարող եք չափել և նրա երկարությունը, այսքան բարձրությունը, այսքան լայնությունը իմանալու համար։ Սա ֆիզիկական աշխարհի մեջ կուզեք սեղանը չափեք կամ շենքը չափեք։ Աստծո մոտ հավիտենականության մեջ տիեզերքում միայն Աստված գիտի, քանի հարթություններ, dimension-ներ կան, ոմանք ենթադրում են, որ մինչև 10-ը չգիտենք, մարդը իր սահմանափակ ուղեղով, մտածողությամբ այդ ամենը չի կարող հասկանալ։ Մենք երբ որ Տիրոջ ներկայության մեջ հայտնվենք, այն ժամանակ պիտի շատ ու շատ բաներ իմանանք։ Բայց ինչու համար այս նախաբանը, երկարություն, լայնություն, բարձրություն, սրանք Աստծո խոսքի հետ որևէ կապ ունեն, բանից պարզում է, որ ունեն։ Եվ մենք Աստծո խոսքի մեջ կարդում ենք, մասնավորաբար Եփեսացիների 3-րդ գլուխ և 17 համարից եկեք կարդանք։ The book of Ephesians, 3-րդ գլուխ 17 համարից։ Որպեսզի Քրիստոս հավատքով ձեր սրտերի մեջ բնակի, և սա ինչպես է տեղի ունենում, երբ որ մեկը իր մեղքերն է խոստովանում Տիրոջը և Տերը այցելություն է նրան անում Սուրբ Հոգիով կնքում է։ Եվ դուք էլ սիրով արմատանաք և հաստատվեք, որպեսզի կարողանաք հասկանալ բոլոր սուրբերի հետ մեկտեղ, թե ինչ է լայնությունը, երկարությունը, խորությունը և բարձրությունը, այսինքն ճանաչել Քրիստոսի սերը, որ գիտությունից գերազանց է, որպեսզի լեցվեք Աստծո լռությունով։ Եվ այդ չափումները ինչին են ուղղված, Աստծո սիրուն։ Որպեսզի լավ հասկանանք այս ամենը, պետքություն ունենք առավել լավ ճանաչելու այդ սիրո հեղինակին, որպեսզի բացատրենք, թե սերը ինչպիսի չափեր ունի։ Իդեպ, այդ չափերը մեր հասկանալու համար են, Աստծո սերը սահման չունի։ Աստծո մեծության չափը որքան է, անչափելի է, ուղիղ համեմատական է Աստծո սիրո չափին։ Եվ Սաղմոս 19-ում այսպես են կարդում առաջ համարից. Երկինքը Աստծո փառքն է պատմում, ու երկնքի հաստատությունը անոր ձեռքերի գործերն են ցույց տալիս։ Բոլոր ստեղծվածները, եթե մեկը իր գլուխը վեր բարձրացնի եւ այդ ամենը ներդաշնակության մեջ տեսնի, եւ եթե բանական էակ է, մտածող է, պիտի անպայմանորեն հասկանա, որ այս ամենի ետևում ճարտարապետ կա մեկը, որ ստեղծել է այս ամենը։ Օրորի կհայտնի իր խոսքը և գիշերը գիշերին կցույց տա իր գիտությունը, չկա զրույց կամ չկան խոսքեր, անոնց ձայնը չի լսվիր, բայց ամեն երկիր ելավ անոնց հնչյունը ու միջև աշխարհի ծայրը անոնց խոսքը, Հռոմեացիների մեջ այս մեջբերումը կա։ Սաղմոս 2-ն ուղղակի զմայլված է արարչագործությամբ, Աստծո զորությամբ և փառքով, ևս մեկ Սաղմոսից կարդանք, առաջ անցնենք, այսպիսի գրություններ շատ են։ Սաղմոս 104,
առաջ համարից։ Օրտնե Տեր ով իմ անձս, ով Տեր իմ Աստվածս, դու խիստ մեծ ես, փառք ու վայելչություն հագած ես, լույսը հանդերձի պես կհագնես, երկինքը վարագույրի պես կտարածես, անիկա իր վերնատունները ջրերի վրա կշինե, ամպերը իրեն կարգեր կանի, հովի թևերի վրա կպտտի, իր հրեշտակները հոգիներ կնե և իր պաշտոնյաները կրակի բոց, որտեղ կա նաև այս գրված, Եբրայեցիս առաջի գլուխ 7 համար, և նաև նույն գլխի Սաղմոս 104-ի 24-ը, ով Տեր, որ չափ շատ են քու գործերդ, անոնք բոլորը իմաստությամբ արեցիր։ Ամեն բան, կենդանական, բուսական աշխարհ, ամեն բան Աստծո ձեռքերի գործն է։ Եվ մանավանդ Աստծո ստեղծագործության գլուխ գործոցը, masterpiece, ո՞րն է։ Մարդ արարածն է։ Ըստ Big Bang տեսության միլիոնավոր տարիներ առաջ տիեզերքում հսկայական մի պայթյուն է տեղի ունեցել։ Հսկայական, շատ մեծ։ Եվ ինչեր են առաջացել։ Առաջացել են մոլորակները, աստղերը, լուսինը, երկիր մոլորակը իր ամեն լեռներով ու օվկիանոսներով և ջրային բոլոր պաշարներով, ծովեր, այսպիսի ներդաշնակություն, Big Bang եղավ ու այսպիսի ներդաշնակ երկիր մոլորակ ստեղծվեց, իսկ դե մարդու համար բացատրությունը իրենք ունեն։ Ամիոբան միլիոնավոր տարիների ընթացքում զարգանալով դարձավ կապիկ։ Կապիկն էլ միլիոնավոր տարիների ընթացքում զարգացավ, դարձավ մարդ։ Լավ, մի հարցում տանք, դրանից հետո իրենք, ինչպես ամերիկացիներն են ասում, շարապ կեղնեն, այսինքն ձայները կգտրվի։ Ամիոբային ով ստեղծեց և նրա մեջ զարգանալու կոդը ով դրեց, թեև այդպես չէ, ամիոբայից չի եկել մարդը։ Աստված ասավ և եղավ, հողից ստեղծեց մարդուն և նրա ռնգուկների մեջ կենդանության շունչ փչեց, հոգի դրեց, Աստված հոգի դրեց մարդու մեջ։ Ճիշտ այստեղ է, որ հարմարվում է հետևյալ խոսքը, իրենք իմաստուն են ասեցին և ինչ եղան հիմարացան։ Հռոմեացիս առաջի գլուխ և 22 համար։ Եվ անեղծ չստեղծված Աստծո փառքը փոխեցին ստեղծվածներով, կենդանիներ, սողուններ, ամեն տեսակ բաներ և դրանց ներկայացնելու կերպը քարեղեն կամ հենց կովին մարդիկ պաշտում են փողոցի մեջ պարկած։ Ուրեմն Big Bang-ով, պայթյունով ստեղծագործություն, սա գիտեք ինչի նման, որ եթե մի հողմամրրիկ լինի, hurricane, որ Միացյալ Նահանգների արևելյան ափերին շատ է տեղի ունենում և տեսնում ենք այդ հողմամրրիկից հետո ինչ կա, միայն ավերածություններ։ Big Bang-ով ստեղծագործությունը նմանում է, որ մի շատ զորավոր հողմամրրիկ գա, անցնի հանդարտվելուց հետո մի գեղեցիկ մեքենա լինի այնտեղ։ Հոբ երանելին անմիտներին իմաստություն է սովորեցնում։ Կարդանք Հոբ 12-րդ գլուխ և 7 համարից։ Ասում է, անասուններին հարցրեք, որպիսի ձեզ սովորացնեն, ու երկնքի թռչուններին, որպիսի ձեզ իմացնեն, կամ թե երկրին ասե և անիկա քեզ պիտի սովորացնե, ծովի ձկները անգամ քեզ պիտի պատմեն, այսինքն այդ ամենը տեսնելով, պիտի հասկանաք, որ ինչ որ կա, ստեղծիչ ունի։ Ասոր այդ մեկտեղ, ով չի գիտեր, թե ասիկա անողը տիրոջ ձեռքն է,
որ ամեն ապրողի անձը ու բոլոր մարդկային մարմնի հոգին իր ձեռքի մեջ են։ Աստված է մարդուն կյանք տալիս, Աստված է մարդուց այդ կյանքը վերցնում։ Շատ ավելի դժվար է աթեիստ լինելը, քան թե հավատացյալ։ Աթեիստը իր գաղափարները պաշտպանելու համար հիմք չունի, խախուտ է այդ հիմքը, որտև սկզբնակետը, starting point-ը չունի, որ ամեն բանի ստեղծիչը Աստված է։ Հետևաբար, շատ հաճախ հակասական գաղափարներ են ասում։ Իրենք իրենց բռնվում են այդ գաղափարների, այսինքն սխալականության կամ իրենց հակադիր լինելու մեջ։ Աստված հանդիմանական դեռ ավելին դատապարտող կերպով խոսում է, այդպիսիներին հարց է տալիս։ Կարդանք Եսայի մարգարության 40-րդ գլուխ 12 համարից։ Ով իր ափով ջրերը չափեց ու թիզով երկինքը ծրագրեց ու երկրի հողը չափի մեջ ամփոփեց ու լեռները կշիռքով ու բլուրները կշերքով կշրեց, ով քննեց Տիրոջ հոգին եւ անոր խորթակից եղավ ուղղություն տալու համար, անիկա որու խորհուրդը կհարցնե, այսինքն ով ես դու ով մարդ, որ մարդուն խորհուրդ տաս, ով անոր իմաստություն տվավ եւ դատաստանի ճամփա սովորեցրեց, ով անոր գիտություն սովորեցրեց ու իմաստության ճամփան ճանաչացրեց, ահա ազգերը, բոլոր ազգերը, որքան որ երկիր մոլորակի վրա կա, դույլից կաթած կաթիլի պես են։ Մի կաթիլ, ջրի կաթիլ, դույլից որ ընկնում է, որքան է նրա արժեքը, ոչինչ։ Բոլոր ազգերը Աստծո առջև այդպես են։ Ու կշերքի մեջ մանր փոշու պես կսեպվին, որ որևէ ազդեցություն չի բերում այդ փոշին։ Ահա կղզիները կամ ազգերը ցրված փոշու պես են։ Բոլոր ազգերը անոր առջև ոչինչի պես են ու ոչինչից պակաս ունայնություն են համարվում։ Ահա ինչպես է Աստված բնութագրում մարդկությանը եւ մարդիկ հանդգնում են Աստծո դեմ խոսել։ Աստծո գոյությունն են մերժում։ Մենք անverջ կարող ենք խոսել Աստծո հրաշագործ անչափելի մեծության մասին։ Այդ դեպքում մեր նյութը իր վախճանին չի հասնի։ Հետևաբար անցնում ենք նյութին, ով է այդ արարչագործ, հրաշագործ Աստվածը, հին ուխտի մեջ բազմաթիվ տեղերում գրված է Եհովա եւ Սատանան 19-րդ դարում հանեց աղանդ, ովքեր որ կոչվում են Եհովայի վկաներ եւ սրանք դռնից կամ պատուանից մտնելու ամեն ջանք են անում մարդկանց թունավորելու համար, բայց իրանք Եհովային անգամ չեն ճանաչում։ Աստծո ճանաչողությունը որտեղից է գալիս։ Աստված մարմնով հայտնվեց, ծնունդով աշխարհ եկավ, նա որ հոր ծոցներ, տարածյորեն մարդեղացավ, որ մենք իրեն ճանաչենք։ Էմանուել, Աստված մարդկային հասարակության մեջ հայտնվեց։ Եվ ասաց, ես նա եմ, որ են, ի հավիտենից առաջվանից էի, որ ես ձեզ խոսում էի։ Հովանու 1:1 ուղղակի լույս է սփռում, սկզբից էր բանը, Աստծո բանականությունը, իմացականությունը, ինտելիգենսը, եւ բանը Աստծո մոտ էր, եւ բանը Աստված էր, բայց ինչ եղավ, եկավ աշխարհ, որպեսզի մարդիկ ճանաչեն։ Եվ ծնունդով էր, որ Քրիստոս որպես Մեսիան, որպես ղրկվածը Հիսուս անունը ստացավ, որ նշանակում է փրկիչ։ Ամեն բան նրանով եղավ եւ առանց անոր բան չեղավ, ինչ որ եղավ։ Տիեզերքը, երկինքը, երկիրը, մարդկություն, ամեն բան Աստծո ձեռքերի գործն են։ Աստծուն ճանաչացնող հրաշալի համարներ նաեւ Կողոսացիս առաջի գլխում կարդում ենք 16-17 համարները։
Վասնզի անով Քրիստոսով ամեն բան ստեղծվեց, ինչ որ երկինքն է եւ ինչ որ երկրի վրա կա։ Նրանք որ կերևան եւ նրանք որ չեն երևա, թե աթոռներ, թե տերություններ, թե պետություններ, թե իշխանությունները, բոլոր բաները նրանով եւ նրա համար ստեղծվեցին իր փառքի համար։ Նա ամեն բանից առաջ էր եւ ամեն բան նրանով հաստատ կկենա։ Եվ կարդում ենք, որ ամբողջ տիեզերքը Աստծո խոսքով իր ուղեցրի մեջ է, ներդաշնակության մեջ է, Big Bang, կարող եք բարձր ծիծաղել։ Նախքան երկրի հիմերը Հիսուս հոր մոտ ինչ էր, ճարտարապետ էր, արքիտեկտ էր, դիզայներ էր, ինքն էր, որ նախագծեց այդ ամենը։ Եվ այս Աստվածը իր սերը ցույց տվեց իր ձեռքերի գործերի մարդու հանդեպ, որ իր պատկերը եւ նմանությունն է կրում, եւ Սուրբ գրքի ամենահանրայտ համարը որն է, Հովանու 3:16, Աստված այնպես սիրեց աշխարհը, ինչը, լեռները, օվկիանոսները, ինչը, Աստված այնպես սիրեց մարդկությանը, միջև իր միածին որդուն զոհեց մեզ համար, որպեսզի ով որ հավատա, նրան դժոխք չգնա, այլ հավիտենական կյանք ունենա։ Հիմա փորձենք հասկանալ բնաբանի մեջ գործածված լայնությունը width, երկարությունը length, բարձրությունը height, բայց մի հատ էլ կա, նաև խորությունը depth։ Ռուսերեն համապատասխանաբար շիրատա, դալգատա, վիսատա եւ գլուբինա։ Ներկայացվեց 4 հարթություն, 4 dimension-ներ։ Լավ, խորություն եւ բարձրություն միթե նույն բանը չեն։ Եթե մեկը չափագրումներ է անում, իր համար տարբերություն չկա։ Վերևից ներքև չափած կամ ներքևից վերև չափած նույն բանն է, բայց Աստծո մոտ այդպես չէ։ Աստծո մոտ տարբեր է։ Հիշենք, խոսքը Աստծո սիրո մասին է։ Սիրո խորությունը որն է, երկնքից երկիր, եթե կարող եք չափել։ Աստված անմերձանալի լույսերի մեջ է ապրում եւ երկի վրա հասցրեց իր սերը։ Աստված այնպես սիրեց մարդկությանը, երկնքից երկիր, եւ այդ սիրո արժեքը Քրիստոսի կյանքն է, իր թանկագին սուրբ արյունն է։ Հռոմեացիների 5-րդ գլուխ եւ 8 համարում կարդում ենք. Աստված իր սերը, որ մեր վրա ուներ, հայտնեց, երբ որ մենք դեռ մեղավոր ենք, երբ որ մենք դեռ մեղքերի եւ հանցանքների մեջ մեռած ենք։ Աստված մեզ սիրեց, Աստված մեզ այցելության եկավ, Հիսուս մեզ համար մեռավ, միակ արդարը, երկիր մոլորակի վրա քայլած, միակ արդարը, միակ սուրբը, միակ ճշմարիտը իր կյանքը զոհեց մեղավոր մարդկության համար, պիղծ մարդկության համար, անարդար մարդկության համար։ Հովանու առաջին թարական թղթում կարդում ենք 3-րդ գլուխ առաջ համար. Տեսեք հայրը ինչպիսի սեր մեզ շնորհեց, որպիսի մենք Աստծո որդիներ կոչվենք։ Այսինքն մեր որդիական կոչումը Աստծո սիրո արդյունքն է։ Այն ամենը, ինչ որ մենք Աստծուց ստանում ենք, իր սիրո արդյունքն է։ Լավ, բոլորին տրվեց այդ բանը։ Բոլորն են Աստծո որդի։ Այսօր շատեր կան խոսող, դե եթե Աստված մեզ ստեղծել է, բոլորս էլ Աստծո որդիներ ենք։ Ոչ։ Մենք Աստծո որդի չենք ծնվում։ Երեխան, որ ծնվում է, այդ հրեշտակի պես երեխան, իր մեջ արդեն իր ծնողներից ժառանգած մեղանչական բնությունը կա։ Երեխան մի փոքր սկսում է մեծանալ։ Իր մեջ ինչ է տեսնում, անձնասիրություն, արդեն selfish է։ Նախանձում է իր եղբորը կամ քրոջը, չէ՞։
Եվ շատ ու շատ մեղքեր տեսնում ենք, երբ որ արդեն սկսում է մեծանալ, հասակ առնել, որտեվ Ադամի որդի է։ Պետք է որ Աստծո որդի դառնա։ Որևէ մեկը չի կարող մեկի փրկության համար միջամտել։ Միակ միջնորդը, որ այդ գործի մեջ կանգնած է, Տեր Հիսուս Քրիստոսն է։ Երբ որ մեկը հասկանալով, որ ինքը մեղավոր է, Աստծուն խոստովանում է իր մեղքերը եւ խնդրում է, որ Տերը իրեն փրկի, Աստված փրկում է նրան եւ Հիսուս նրա բոլոր մեղքերը սրբում է։ Եթե ձեր մեղքերը, որոնք կրկնակի կարմիրի պես են, խոստովանեք, ձյունի պես Աստված կճերմակացնի։ Աստված կմաքրի բոլոր մեղքերը, եթե անկեղծությամբ մեկը իր մեղքերը Տիրոջ առջև խոստովանի։ Նրանք, ովքեր որ Աստծո սերը ընդունում են, նրանց է տրվում այդ սերը։ Ուրեմն Աստծո սիրու խորությունը, անծայրածիր, անմերձանալի այդ խորությունը երկնքից եկավ երկրի վրա։ Եվ սա ներկայացված այդ չափերից որն էր, ասեցինք արդեն, խորությունը։ Որն է սիրո բարձրությունը։ Ուրեմն խորությունը երկնքից երկիր, բարձրությունը երկրից երկինք։ Այս աղապ է աստվածային սիրո հեղինակը մեզ սովորեցնում է։ Աղապ է հունարեն է, աստվածային սերն է։ Հունարենի մեջ որոշակի ձևով ներկայացված է սերը, աղապ է աստվածային սեր, ֆիլեո եղբայրասիրություն եւ նա էրոս զգացմունքային սերն է, ուրեմն հունարենը այդ հարցով շատ ավելի հարուստ է։ Հայերենի մեջ եւ շատ ու շատ լեզուների մեջ մեկ բառով, սեր բառով է ներկայացված։ Սիրո հեղինակը մեզ ասում է հետեւյալը. քո Տեր Աստծուն սիրես, ինչպես քո ամբողջ մտքովդ, քո ամբողջ սրտովդ եւ քո ամբողջ էությունդ։ Սա կարևոր մի բան է։ Եթե մենք ասում ենք Աստծուն սիրում ենք, սիրո որակը այսպիսին պիտի լինի. ամբողջությամբ քո էությամբ սիրես քո Տեր Աստծուն։ Սերը ոչ միայն խոսք է, սերը նաև գործողություն է, action է։ Հիսուս ասաց. եթե ինձ սիրում եք, իմ պատվիրանները պահեք։ Եվ դրանք ծանր բան չեն։ Ինչ պատվիրաններ են։ Սիրո պատվիրաններ են, սիրո վրա են դրանք հաստատված։ Բայց որպեսզի դրանք իրողություն դառնան, մենք պիտի ապավինենք Սուրբ Հոգուն։ Հավատացյալը իր ուժերով չի կարող ինքը սիրել այն սիրով, որ Աստված պատվիրում է։ Մենք պիտի հանձնվենք Սուրբ Հոգուն, Աստված երբեք հարկադրաբար մի բան չի անում։ Զորի ուժով չի անում, այս էլ ժողովրդական խոսքով ասած։ Այլ Աստված սպասում է, որ մենք իրեն խնդրենք, որ մենք իրեն հանձնվենք, որ Աստված մեր մեջ ներգործի այդ սիրո գործընթացը, որ մենք կարողանանք սիրով ուրիշներին սիրել։ Հռոմեացիների գրքում գրված հետևյալ հատվածը հրաշալի ձևով արտահայտում է Աստծո հանդեպ պահանջվող սերը։ Երանի թե կարդացված ամեն բանին մենք այո ասենք։ Ինչ որ հիմա պիտի կարդանք, մտածեք, սա իմ կյանքի մեջ այդպես է, թե եթե հանկարծ այդպես պատահի, ես այդ սիրո մեջ չեմ կարող մնալ։ Կարդում ենք Հռոմեացիների նամակ 8-րդ գլուխ 35-ից 39 համարները։ Իդեպ առաքյալները շատ ու շատ բաներ որ գրում էին, այդ ժամանակ տեղի ունեցող իրադարձությունների նաև արդյունքներ։ Այն ժամանակ առաջի դարում հռոմեական կայսրության կողմից ահավոր հալածանքներ կար քրիստոնյաների հանդեպ։ Քրիստոնյաներին սպանում էին, բանտարկում էին։ Եվ ահավասիկ այս համարները
մենք կարդում ենք խաղաղության մեջ, ոչ մի ճնշում չկա, ոչ մեկը մեզ չի հալածում, բայց նաև այս ամենը մեր կյանքերի մեջ մտածենք։ Ուրեմն ով պիտի զատե մեզ Քրիստոսի սիրուց։ Նորից ասենք Հռոմեացիս 8:35 համարը։ Տառապանքը կամ նեղությունը, կամ հալածանքը, կամ սովը, կամ մերկությունը, կամ վտանգը, կամ սուրը, ինչպես գրված է, ամեն օր քեզ համար կսպանվենք, մորթվելու ոչխարի պես կսեպվենք, Սաղմոս 44:22-ն է մեջ բերված, եւ այո, առաջի դարի քրիստոնյաները այս խոսքը կարող էին ասել, Տիրոջ համար սպանվում էին իրենք։ Այսօր այլակրոն երկրներում մենք Քրիստոսով եղբայրներ եւ քույրեր ունենք, մանավանդ մուսուլմանական եւ բուդդիստական երկրներում, ովքեր որ հալածանքի են ենթարկում, շատերին բանտարկում են իրենց հավատքի համար, անգամ մահվան են դատապարտում։ Հապա այս ամեն բաների մեջ ալ ավելի հաղթով կլնենք նրանով, որ մեզ սիրեց, մեզ փրկեց, որպեսզի մենք իրեն սիրենք։ Մենք որքան երախտապարտ պիտի լինենք մեր Աստծուն, մեր միջև այս կյանքի վերջ եւ ամբողջ հավիտենականության մեջ։ Վասնզի ես հաստատ գիտեմ, առաքյալը իր օրինակն է ասում, ես հաստատ գիտեմ, թե ոչ մահը, ոչ կյանքը, ոչ հրեշտակները, ոչ իշխանությունները, ոչ զորությունները, ոչ ներկա բաները, ոչ գալու բաները, ոչ բարձրություն եւ ոչ խորունկություն եւ ոչ ուրիշ արարած կրնա մեզ զատել Աստծո սիրուց, որ Քրիստոս Հիսուս մեր Տիրոջմով է։ Հիմա ասեք այս նշված բաներից կամ մի բան, որ այդ սիրուց քեզ կզատի եւ կհեռանաս։ Այստեղ ինչ նշվեց։ Զորություններ, ներկա բաներ եւ չարչարանքներ, հալածանքներ, սով, նեղություն, տառապանք եւ մահ։ Միգուցե այս վերջինը միջև վերջ, քո Տեր Աստծո սիրես, միջև վերջ, միջև հավիտենականություն։ Այս ամենը իրականալու համար մեզանից պահանջում է Աստծո հանդեպ նվիրում։ Dedication to God, նվիրվել Աստծուն, չլներ գաղթ հավատացյալ։ Մեր օրը սկսենք Տիրոջմով, օրը ավարտենք Տիրոջմով։ Չենք ասում այդ ամբողջ ընթացքում ելնենք, քարոզենք, առիթը եւ առաջանա։ Մեր մտքերը ինչով են ծանրաբեռնված, մեր աչքերը ինչ են դիտում։ Շատ բնական է, աշխատանք ունենք, աշխատանքի մեջ մենք զբաղված ենք, հասկանալի է, բայց ժամանակ կա, որ մենք կարող ենք Տիրոջը հանձնել եւ չենք հանձնում։ Այդպես է թե չէ։ Հավատարմություն միջև վերջ, faithfulness, հավատարիմ գտնվենք, ինքը հավատարիմ է, մենք էլ հավատարիմ գտնվենք։ Հարատևություն միջև մեր վերջին շունչը, երբ որ Պողոս առաքյալի գլուխը կտրում էին կացինով, իր շրթունքները Հիսուս է դավանել։ Եվ բոլոր առաքյալները բացառությամբ Հովանեսի, որ նույնպես շատ չարչարանքներով անցավ, բայց իր մահով է մահացել, մյուս բոլորը իրենց կյանքը զոհել են Աստծո փառքի համար։ Որպեսզի մենք որպես հավատացյալներ Աստծո հանդեպ ունեցած մեր սերը գործնականորեն ապացուցենք, այս շատ կարևոր մի բան կա, որ ոչ միայն ուշադրություն դարձնենք, այլ դա մեր համար նշանաբան դառնա, սլոգան լինի։ Այն ամենը, որոնց մեջ կամ որոնց հետևանքով մեղք կա, խույս տանք։ Այն ամենը, որոնց մեջ մեղք կա կամ որոնց հետևանքով այդ մեղքը առաջանում է,
խորագիտաբար խույս տանք։ Հովհաննես առաքյալը այսպես է գրում. Առաջին ընդհանրական թուղթ 2 գլուխ 15 համարից։ Դե պատկերացրեք 2000 տարի առաջ ինչպիսին էր կյանքը եւ ներկայիս մեղսալից մեղքը ուղակի գլուխ առած գնում է։ Աշկը տեսկոմ մեղք, մյուս կողմ մեղք։ Ամենուրեք է այդ մեղքը։ Եվ Տեր ասում է. մի սիրեք աշխարհը։ Եվ Աստված ի նկատի չունի Աստծո ստեղծագործությունը։ Մենք տեսնում ենք այդ ստեղծագործությունը, գեղեցիկ, վերխոյացած լեռները, մարգագետինները, լճերը, բնությունը, կենդանական աշխարհը, եւ դրա հետևում տեսնում ենք Աստծո զորությունը եւ զմայլվում ենք։ Մի սիրեք աշխարհը ի նկատի ունի, մի սիրեք այս աշխարհի մեղսալից կյանքը, որի հեղինակը այս աշխարհի իշխանն է, սատանան է։ Ոչ էլ ինչ որ աշխարհի մեջ կա, եթե մեկը աշխարհը սիրում է, եւ այդպիսիները ինչպես են կոչվում, աշխարհիկներ, չէ՞։ Նրա ներսիդին խոր սերը չկա։ Եթե աշխարհը մեկը սիրում է, չի ապացուցում, որ ինքը Աստծուն է սիրում, կամ իր մեջ Աստծո սերը կա։ Երկուսը մեկտեղ չեն կարող լինել։ Որտեղ ինչ կա աշխարհի մեջ, աչքի ցանկություն, մարմնի ցանկություն եւ այս կյանքի ամբարտավանություն կամ հպարտություն։ Աշխարհն էլ կանցնի, նրա ցանկությունն էլ կանցնի, բայց ով որ Աստծո կամքը կատարի, նա հավիտյան պիտի մնա։ Իսկ Աստծո կամքը ինչպես է հայտնվում։ Իր խոսքի միջոցով։ Եվ Աստված ուզում է, որ մշտապես ամեն օր մեր մտքերը նորոգվեն իր խոսքով, որպեսզի հասկանանք որն է Աստծո կամքը, որ բարի է, հաճելի է եւ կատարյալ է։ Ուրեմն սիրենք մեր Տեր Աստծուն ամբողջ սրտով, ամբողջ մտքով եւ ամբողջ էությամբ։ Այդա կլինի սեր դեպի վեր։ Ուրեմն սիրո բարձությունը։ Միջև հիմա ինչ քննեցինք, սիրո խորությունը երկնքից երկիր եւ սիրո բարձությունը երկրից միջև երկինք։ Իսկ ո՞րն է Աստծո սիրո երկայնությունը։ Սիրել Աստծո որդիներին աղապե սիրով, աստվածային, սուրբ սիրով։ Տեր Հիսուս պատվեր տվեց Հովանու ավետարան 13-րդ գլուխ 34-35 համարները։ Նոր պատվիրանեմ ձեզ տալիս, որ մեկս մեկ սիրեք։ Ինչպես ես ձեզ սիրեցի, դուք էլ մեկս մեկ սիրեք։ Սրանով պիտի գիտնան, թե դուք իմ աշակերտներս եք, եթե իրարու վրա սեր ունենաք։ Ուրեմն հակառակն էլ կա, եթե սեր չկա, երբեք չենք կարող ապացուցել, որ մենք Աստծուն սիրում ենք։ Աստծուն սիրողը Աստծուց ծնվածին էլ պիտի սիրի։ Նաև Հովանու առաջին ընդհանրական թղթում 4 գլուխ 7-8 համարները։ Սիրելիներ, մեկս մեկ սիրենք, վասնզի սերը Աստծուց է։ Ամեն ով որ կսիրե, Աստծուց ծնված է ու կճանչնա Աստված։ Նա որ չի սիրում, Աստծուն չի ճանաչում, վասնզի Աստված սեր է։ Ամեն պարագայում մեր սերը չպիտի կորցնենք։ Սիրենք միմյանց Աստծո սիրով։ Միմյանց հանդեպ սիրով լեցվելը իր մեջ ընդգրկում է նաև միմյանց հանդեպ ներողամիտ լինել։
Եփեսացիների 4:32 համարում գրված է. իրար հետ քաղցր եղեք։ Ինչ է նշանակում քաղցր լինել։ Դիմացինիդ գաց ասես քաղցրս։ Դա է։ Մի կնոջ գնաս ասես ամուսինը գլուխդ կջարդի։ Ինչ է նշանակում քաղցր եղեք։ Քաղցրությունը աստվածային առաքինություն է եւ Սուրբ Հոգու պատուղը 9 բաղադրիչներից կազմված լինելով դրանցից մեկն էլ քաղցրությունն է։ Սեր, խնդություն, խաղաղություն, հեզություն, բարություն, հավատարմություն, ժուշկալություն եւ նաեւ քաղցրություն։ Ուրեմն միմյանց հանդեպ քաղցր լինել նշանակում է հոգու հարաբերություն ունենալ, հոգիով իրար սիրել, հոգու հարաբերություն։ Գթած եղեք։ Սա ոչ թե ողորմել այդ իմաստով է գրված, այլ գթած լինել նշանակում է ամեն մի բանը մատի փաթաթան չդարձնել։ Let it go, անգլերենով ինչպես ասում են, թող այդպես գնա։ Բաներ կան ոչ մի ազդեցություն չունեն։ Եվ ավելին, երբ որ սիրով ու ներողամտությամբ դու այդ ամենը հաղթում ես, անցնում ես, իրապես հաղթող ես դառնում։ Ներելով միմյանց, ինչպես ներենք, ինչպես Քրիստոս մեզ ներեց։ Ինչպես ներեց։ Երբ որ մենք մեղքերի եւ հանցանքների մեջ մեռած ենք, երբ որ մենք իրեն հակառակ ենք, մեր գործերով իր բարկությունն ենք մեր վրա բերել, բայց Տերը մեզ սիրում էր, Տերը մեզ հետևում էր, երբ որ խոստովանեցինք, ինքը մեզ կանչեց, իր սիրովը պարուրեց, մեր մեղքերը սրբեց, մեզ որդիներ դարձրեց, մեզ հավիտենականության ժառանգորդներ դարձրեց։ Գաղատացիս 6:2 իրար նեղություններ կրեք։ Եվ շատ կարևոր է, որ մենք հասկանանք, որ սերը կույր սեր չէ, գիտակցական է։ Ինչպես Աստված էլ է այդ բանը մեզ ասում, գիտակցենք, ինչու եմ սիրում։ Ինչու եմ սիրում։ Որովհետև իմ եղբորս քրոջս մեջ բնակվում է այն հոգին, որ Տերը նաև ինձ է տվել, Սուրբ Հոգին։ Այսինքն մենք միասնություն ունենք այդ բանի մեջ։ Մենք հանդիսանում ենք Աստծո զավակները։ Մենք Քրիստոսի մարմնի մեկ անդամներն ենք։ Մենք հավիտենականության ժառանգորդ ենք։ Շատեր իրենց հարազատներից ոմանցից պիտի անջատվեն, որովհետև նրանք հավատ չունենալու պատճառով չպիտի փրկվեն, թեև մեզ բոլորիս համար դա ցավ է։ Բայց նա, որին չես ճանաչել երբևէ կյանքիդ մեջ, բայց մի օր պարզվեց, որ հոգևոր եղբայր եւ քույր է, նրա հետ հավիտենականություն պիտի անցկացնես։ Շատ կարևոր է սա։ Գաղատացիս 5:13 ասում է. սիրով միմյանց ծառայեք։ Պետք եղած ժամանակ օգնության ձեռք մեկնիր։ Ուրախացողների հետ ուրախացեք։ Տխրողների հետ տխրեք, բայց ինչպես։ Ինքը տխուր է, դու էլ կողքը տխուր նստես։ Այսինքն նրանց տխրությունը կիսեք եւ օգնեք այդ տխրության վիճակից դուրս գալու, որովհետեւ Աստված մեզ իր ուրախությանն է կանչել։ Ուրախ եղեք ամեն ատեն, բանի համար հոգ մի արեք, Տերը մոտ է։ Եվ այսպիսի համարներ որքան կան գրված։ Նա որ տխրության մեջ ընկղվել է, օգնեք նրան նորից այդ ունեցած ուրախությունը վերականգնելու համար։ Սքավորների հետ սքացեք, իրենց հետ լացեք, նաև իրենց մխիթարեք Աստծո խոսքով, որովհետև մեր Աստվածը մխիթարության Աստված է, եւ Հիսուս ասաց, երբ որ ես գնամ, մխիթարից Սուրբ Հոգուն պիտի ղրկեմ, որ ձեր կյանքի մեջ եղած կորուստների համար պիտի մխիթարի։ Ուրեմն միմյանց նեղությունների, փորձություններով անցնելու
հիվանդությունների համար աղոթելը Աստծո սիրո, թեև պասիվ, բայց շատ արդյունավետ, էֆեկտիվ միջոց է։ Աղոթքը սիրո մեջ պասիվ է, չէ՞, գործողություն չկա, բայց շատ էֆեկտիվ է, արդյունավետ է, միմյանց համար աղոթք անենք։ Հռոմեացիների 12-րդ գլխում կարդում ենք հետևյալը 9-10 համարները։ Սերը առանց կեղծավորության լա, այսինքն անկեղծ սիրով սիրենք, չարից զզվելով, բարին հարելով, եղբայրասիրության մեջ իրար գորովալից եղեք, անգլերենով գրված է kindly affection, հայերենով գրված է անաչառ եղեք, պատվելու մեջ իրար մե անցեք, այսինքն եղբայրս եւ քույրս իմ անձիզս առավել սեպեմ, կարող ենք, եթե չէ գոնե հավասար, պատվենք միմյանց, այո, ուրեմն աստվածային սիրուն վերաբերվենք գիտակից մոտեցումով, իսկ մեղքին սերը մեղքերի բազմությունը ծածկում է, շատ ճիշտ է գրված, եթե անհատական իմ անձիս հանդեպ է, այդպես էլ պիտի վարվեմ, Տիրոջ պատվիրանն է, բայց եթե մեղք կա, որ եկեղեցուն է վնասում, մեղք, որ ավերներ կարող է գործել, Պողոս առաքյալը տեսեք ինչ է գրում Տիմոթեոսին, 2-րդ նամակ 4-րդ գլուխ 2-րդ համար, հանդիմանիր սաստիր, rebuke, ամենայն երկայնամտությամբ, շատ համբերելով, բայց գալիս է մի տեղ, որ արդեն այդ համբերությունը վերջանում է, և վարդապետությամբ, անպայմանորեն այն պիտի հաստատված լինի Աստծո խոսքի վրա, որպես ինչ լինի հավասարակշռություն։ Եվ սիրո վերջին չափանիշը որը մնաց, լայնությունը, սա էլ սեր անհավատների հանդեպ, իրոք, միթե այդպես պիտի լինի, զարմացաք, դե կարող է մեկը մեկնաբանել, չէ որ իրենք սատանային են պատկանում, Աստված ասում է, ինչ ընդհանուր բան ունի Քրիստոս Բելյարի հետ, հավատացյալ անհավատի հետ, նայեք, չմոռանանք, մենք էլ մի ժամանակ իրենց կարգավիճակ ունենք, մենք էլ մի ժամանակ անհավատ ենք, այդպես է թե չէ, մենք Տիրոջը եկանք, մեր միտքը բացվեց, լուսավորվեց, ճանաչեցինք Աստծո, և հիմա մենք տեսնում ենք իրենց թշվառ վիճակը, թեև իրենք միգուցե մեզ են ասում, այս ինչի հետևից եք են գնացել, դատարկ գցում եք, դատարկ բռնում եք, ոչ, մենք լիքը գցել ենք ու շատ ավելի լիքը հանել ենք, մենք հավիտենականության տեր ենք դարձել մեր Տիրոջ շնորհիվ, մեր սերը անհավատների հանդեպ ոչ թե պիտի արտահայտվի, իրենց հետ նստենք, ուտենք, խմենք, ջան ասենք, ջան լսենք, անշուշտ քո հարազատներդ և ասենք ընտանեկան հանդիպումներ, որ լինում է, իրենց հետ ճաշի եք նստում, շատ բնական մի բան է դա, շատ բնական մի բան է, և նրանց հետ բարի դրացիական, այսպես ասենք, և խաղաղ հարաբերություն ունենալը շատ կարևոր է, բայց մի կարևոր բան կա, առաքելություն ունենք մեզանից ամեն մեկը, իրենց վիճակը տեսնելով, թե որտեղ են պատկանում նրանք, որ Տերը բնութագրում է նախ դժոխքը, ապա ծծումբով այրված կրակի լիճը, հետևաբար նրանց խղճալ է պետք, և անպայմանորեն նրանց պիտի հարմար պահին Տիրոջ խոսքը վկայենք, որպեսզի նրանք էլ Տիրոջը գտնեն։ Դրա համար ինչ է պետք Աստծուց ամեն ատեն խնդրենք իմաստություն և խորագիտություն, բայց եթե մեկը ագրեսիվ, բացահայտ, հակառակության հոգիով է, հեռացրու քո կյանքից, որովհետև վտանգ կա այդպիսինից, և այդպիսի հոգու փրկության համար ինչպես պիտի հոգաս,
անգամ այդպիսին արգելք կարող է լինել ուրիշներին։ Մի այսպիսի դեպք պատահեց Պողոս առաքյալի կյանքում, ոմանք նաև սխալ կերպով են մեկնում, լսել եմ այդպիսի մեկնություն, որ այս պարագային Պողոս առաքյալը ձախողեց, քավլիցի։ Տեսնենք ինչ պարագա է սա, Գործք առաքելոց 13-րդ գլուխ 4 համարից պիտի կարդանք։ Պողոս առաքյալ անոնք ասում է, անոնք էլ Սուրբ Հոգիով ղրկված Սելևկիայի չան եւ անկի անցան Կիպրոս, Սաղամինը հասնելով հրյաների ժողովարանների մեջ Աստծո խոսքը կքարոզեին եւ Հովանես էլ իրենց սպասավորություն կաներ։ Անոնք պատտվելով այն բոլոր կղզին գացին միջև Պափոս, հոն գտան սուտ մարգարե հրյա Մոգմը, որի անունը Բարիսեու էր, որ փոխանոր բդեշխին տեղի, այսինքն սա բարձր մի պաշտոնյա էր, դրա հետ էր, այդ մարդու հետ էր, որ կոչվում է նաև Սերգիոս Պողոս, խելացի մարդը։ Սա Բարնաբասը եւ Սողոսը հրավիրելով ուզեց Աստծո խոսքը լսել։ Մարդը հետաքրված է, թեև մեծ պաշտոնյա է, բայց Պողոսին ասում է Աստծո խոսքը ինձ խոսի։ Սակայն անոնց դեմ կեցավ Եղիմաս Մոգ, քանզի այսպես կթակնավի նրա անունը, որ կուզեր փոխանոր բդեշխի հավատքից դարձնել։ Մարդը հետաքրված է, ուզում է Տիրոջը ճանաչի, նրան հետ են մղում։ Բայց Սողոս, որ Պողոս էլ կկոչվի, Սուրբ Հոգիով լեցված, աչքերը նրա վրա տնկեց եւ ասավ. ով ամեն խաբեությունով եւ ամեն խորամանկությունով լեցված սատանայի որդի, թշնամի բոլոր արդարության պիտի չդադարես, Տիրոջ շիտակ ճամփաները ծռել են։ Ինչ աներ Պողոս առաքյալը, ասերտերը պատվիրում է, որ իր սիրո լայնությունը նաև անհավատների վրա տարածենք։ Ոչինչ, ես բանանում, բայց իրենց Պողոս առաքյալը դատապարտության խոսքով, սա միայն հանդիմանություն չէ, դեռ ավելին։ Հիմա Տիրոջ ձեռքը ահա քո վրատ է, կույր պիտի լաս, ատեն մարև չտեսնելով։ Իսկույն նրա վրա մեկ ու խավարիչավ ու պտտելով առաջնորդին կփնտրեր։ Այն ատեն փոխանորդ բդեշխը երբ այս բաները տեսավ, հավատաց մեծապես զարմանալով Տիրոջ վարդապետության վրա։ Ձախողեց Պողոսը սիրո մեջ, քավլիցի, այդ չափ գրությունները, որ ինքը գրեց, մենք վստահ ենք, որ ինքը այդ կյանքը նաև ապրեց։ Հապա այս խոսքը Պետրոս առաքյալ իր առաջին նամակում գրում է 3-րդ գլուխ 9 համար. Չարության փոխարեն չարություն մի հատուցանեք, այլ ընդհակառակը օրհնեցեք։ Երբ որ սա անհատական գետնի վրա է, որտեղ ինչ է գրված, մեր պատերազմը մարմնի եւ արյան հետ չէ։ Մեր դիմացինին, որ մեր դեմ չարություն է անում, նրան դրթող կա։ Եվ դա սատանան է։ Եվ Աստծո խոսքը ինչ ասում. Սիրեք ձեր թշնամիները, եթե նրանք անօթեցել են, հաց տվեք, եթե ծարավ են, ջուր տվեք, այսպես անելով նրանց վրա կրակի կայծեր է դիզվում, եթե չապաշխարի, որ Աստված ինքը պիտի դատաստան անի։ Եվ համարը շարունակում է. գիտենալով, որ այս բանի համար կանչվեցիք, որպիսի օրհնություն ժառանգեք։ Աստծո սերը, մի բան, որ հավիտյան պիտի մնա։ Մեր հավատքը մի օր պիտի դադարի հավատք լինելուց, երբ որ մենք մեր Տիրոջը տեսնենք։ Էլ ինչի պիտի հավատանք, երբ որ արդեն տեսնում ենք։ Դա իրողություն է դարձած։ Մեր հույսը պիտի դադարի հույս լինելուց, էլ ինչի վրա պիտի հուսանք, ինչին որ հուսացել ենք եւ իրողություն է դարձած։ Միակ բանը, որ պիտի մնա, Աստծո աղապե սերն է հավիտյանս հավիտենից։ Եկեք ընդհանրացնենք այսօրվա նյութը։ Ուրեմն Աստծո սերը բնութագրվեց 4 չափորոշիչներով։
վերևից ներքև, ներքևից վերև եւ հորիզոնական երկու ուղղությամբ։ Ուրեմն խորությունը Աստծո սերը մարդկության հանդեպ, բարձրությունը մեր սերը Աստծո հանդեպ, երկարությունը Աստծո սերը Քրիստոսով եղբայրների եւ քույրերի հանդեպ եւ լայնությունը Աստծո սերը անհավատների հանդեպ իրենց փրկության համար։ Եվ Աստծո խոսքը ինչ ասում, ինչ որ լսում եք, միայն լսողներ մի եղեք, ապա նաև դրանք կատարեք ձեր կյանքերի մեջ։ Աստված թողորտնի իր խոսքը եւ ձեզանից ամեն մեկին Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը Աստծո ժողովրդի հետ լինի։ Ամեն։ Պատրաստես դուս մեզ, եկեղեցիք պիտի դիմավորի քեզ, որդիներդ կորալուսով պիտի ծնթան, և հավատքով պիտի կանչեն Մարանաթա, Մարանաթա, Ալելույա, Մարանաթա, Տեր ասացիր, որ խոսքդ խոսք է, և գալուստը չի ուշանա, ասացիր խաղաղություն ձեզ, փրկությունը չի ուշանա, այո գիտեմ, որ առանց քեզ կյանք չկա, ճամփա չկա, դու ես ճամփա, ճշմարտություն, կյանքը հավերժ ու հարություն, եկեղեցիք պիտի երկրպագի քեզ, որդիներդ պիտի քեզանով ցնցան, և հավատքով պիտի կանչեն Մարանաթա, Մարանաթա, Ալելույա, Մարանաթա, Մարանաթա, Ալելույա, Մարանաթա, գանձեր են քո խոսքերը Հիսուս, լույս ես դու Հիսուս, հենչում ենք միայն քեզ Հիսուս, սուրբ ես դու Հիսուս, հավատում ենք քո գալուստի, վերջին օրերն է մոտենում, հավատում ենք պիտի փոխվեն ապշտակության վայրկյանում, եկեղեցիք պիտի երկրպագի քեզ, որդիներդ պիտի քեզանով ցնցան, և հավատքով պիտի կանչեն Մարանաթա, Մարանաթա, Ալելույա, Մարանաթա, Մարանաթա, Ալելույա, Մարանաթա, Տեր գալուստի օրհնյալ պահի,
Եկեղեցին պիտի կանչի Մարանաթա, արի Հիսուս արի մեր Տեր Մարանաթա, Մարանաթա, Ալելույա, Մարանաթա, արի Հիսուս արի մեր Տեր Մարանաթա, Մարանաթա, Ալելույա, Մարանաթա։